Ուզում ես ավելին իմանալ ժամանակակից եւ հետաքրքիր մասնագիտությունների մասին, բայց վախենում ես հիմար կամ անհարմար հարցեր տալուց, մենք դա կանենք քո փոխարեն։ Կտանք բոլոր հարցերը մասնագետներին, իսկ նրանք կպատմեն ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Դուք դիտում եք։ Ես Դավիթ Հովհաննիսյանն եմ, եկեղեցական աստիճանս Սարգսավաք։ Սովորաբար եկեղեցականները իրենց կրթությունը ստանում են հոգևոր կրթօջախներում։ Իմ կրթական ճամփորդությունը սկիզբ է առել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ժամանակին Սուրբ Գևորգի անունը կրող եւ այդ նույն անվամբ շարունակվող Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառության տարիները 6-ն են, առաջի 4-ը բակալավրի եւ 2-ը մագիստրատուրայի, որից հետո ստանում ենք գիտական աստիճան, ուսումնառության ավարտին պաշտպանում ենք մեր ավարտաճառը եւ այդ ուսման ընթացքում 5-րդ լսարանում կամ կուրսում շատ բարդ եւ պատասխանատու մի քննության ենք մասնակցում, որ կոչվում է սարկավագական քննություն։ Դրանով անձը պարտավորված է լիիրավ տիրապետել եկեղեցական տոներին, ծեսերին, արարողակարգերին։ Եթե բարեհաջող հանձնում է քննությունը, ապա Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին, որը նշում ենք դեկտեմբեր ամսվա մեջ, ձեռնադրվում ենք Սարգսավաք։ Ինչու Սուրբ Ստեփանոսի տոնին, որովհետև նա եկեղեցու պատմության մեջ եղող առաջին Սարգսավաքն է եւ այդ խորհրդով մեր եկեղեցում յուրաքանչյուր տարի Սուրբ Ստեփանոսի տոնին տեղի է ունենում սարգսավագական ձեռնադրություն։ Հոգևոր ուղու ճամփորդությունը բավական երկար է, երևի թե դրան 1 տարի կարող եմ խոսել, բայց կանչը դեպ Աստված, իսկ այդ ճամփորդությունը կարող եմ բնորոշել Վազգեն Վեհափարի խոսքերով, որ մեկ առիթով ասում է Աստծուն փնտրելու ժամանակ գտա Սուրբ Էջմիածինը, երևի թե իմ կյանքում դա կարող եմ վերստին բարձրաձայնել ասելով, որ փնտրտուքը Աստծուն գտնելու իմ կյանքից ներս եղավ Սուրբ Էջմիածնի շնորհիվ։ Երբ պիտի ամուսնանաս, երբ որ նոր էի ընդունվել Գևորգյան հոգևոր ճեմարան։ Այո, որովհետև դա Աստծուց տրված շնորհ է, Սուրբ Գրքի առաջին հատվածը ասում է, որ Աստված օրհնեց նախածնողներին, Ադամին եւ Եվային, ասելով, որ աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, եւ այդ խորհրդով նաեւ հոգեվորականները ընտրում են իրենց ուղղությունը քահանայական աստիճան ստանալուց առաջ, սարկավագական հանգամանքով իրենք ընտանիք են կազմում, ճեմարան ավարտելուց հետո եւ ունենում են զավակներ, ձեռնադրվում քահանա եւ իրենց ընտանիքը նաեւ դառնում է իրենց համայնքի համար լավագույն քրիստոնյա ընտանիքի օրինակը։ Սովորաբար գիտեք, մեր իրականության մեջ շատերը տարբեր կերպ են այդ խաչը կրում, փորձելով այն դաջել իրենց մարմնին, երբեմն մետաղից, փայտից կամ այլ նյութերից պատրաստված խաչեր են կրում։ Իրականում խաչի կրելու խորհուրդը խաչյալին հավատալու եւ նրա կյանքին հետևորդ լինելու մեջ է, որովհետեւ խաչը կրելը քրիստոնեական առաջի վաղ շրջանի սիմվոլներից մեկն է, ինչպես ձուկը, այնպես նաեւ խաչը։ Դրանով հեթանոսներից քրիստոնյաները տարբերվում էին, երբ որ իրենց վրա կրում էին
խաչի նշանը։ Այդպես նաև մեր իրականության մեջ այդ հնավանդ սովորությունը դեռ պահվում է, երբ որ մենք խաչը կրում ենք, դրա մեջ նաև մեզ պարտավորեցնում է խաչ կրելը ապրել խաչյալի պատվիրանների, այսինքն Քրիստոսի խոսքի համաձայն։ Սովորաբար քրիստոնեական այն տաճարները, որոնք որ մեր իրականության մեջ կան, դա այն հավաքատեղին է, որը որ մեզ հնարավորություն է տալիս մեր քույրերի եւ եղբայրների հետ միասին Քրիստոս համախմբվել միասնական աղոթքի, ինչու՞ չէ նաև անհատապես մոտենալ եւ այդ տաճարի մեջ, որը որ օծվում է, սրբագործվում է առանձնացնելու համար մեր իրականության մեջ տունը, սրճարանը, աշխատավայրը թողնելով մի վայր առանձնանալու Աստծո այդ հանդիպման մեկ այլ տեղում, այն մեզ հիշեցնում է Տիրոջ ներկայությունը եւ դրանում ես որևէ կերպ խոչընդոտ չեմ տեսնում, եթե անձը կարող է իր հոգևոր զգացումը արտահայտել փողոցում կամ երթուղայինի մեջ կամ ղեկին լինելու ժամանակ տեսնել Տիրոջ տաճարի ներկայությունը եւ խաչակնքվել։ Գիտեք, սովորաբար քրիստոնյա եկեղեցու պատմության մեջ մոլորությունները դեռ առաջին դարից են սկիզբ առել, որը եղել է Քրիստոսի խոսքը սխալ մեկնաբանելու եւ այն սխալ կերպով նաեւ վերապրելու գործառույթի մեջ, դա երևում է մարդու նախ եւ առաջ կենսակերպից։ Քրիստոնյան ապրում է ավետարանի խոսքը ոչ միայն իմանալով, նաև իր վարվեցողությամբ, այսպես է նաև մոլորություններից հետ մնում, որովհետև մոլորությունները սայթակող կյանքի ընթացքի մասին է, իսկ քրիստոնյայի առաքելությունն է այդ մոլորությունները շրջանցել, թեև քրիստոնյան ձերբազատված չէ սխալներ գործելուց եւ մոլորությունների մեջ հայտնվելուց, բայց կարևորը այն է, որ դրա մեջ չմնա, ինչպես ճահճի մեջ ընկնող մարդը, այլ ձգտում ունենա այդ իր սխալ սովորությունները շրջանցելու եւ նաեւ հունարեն մեկ բառ կա, կոչվում է մետանոյա, որը ապաշխարությունը, ովքեր երբևէ ղեկին են եղել, ճանապարհային նշանները կարծում եմ շատերը գիտեն, U-turn-ը, շրջադարձի նշանը կա, որ ոչ աջ, ոչ ձախ, այլ պետք է սխալ ճանապարհից շրջադարձ անես եւ գնաս ուղիղ ճանապարհով։ Ահա մոլորությունները սխալ սովորություններն են, երբ որ մարդը գիտակցում է եւ փորձում է այդ սխալ սովորություններից շրջադարձ անել դեպի առաքինի վարք եւ կյանք։ Գիտեք, այսօրվա էլեկտրոնային միջավայրում, երբ որ անգամ շատ հեշտ է հասանելի դարձել հոգևոր գրականությունը, էլեկտրոնային հարթակները կարող են նաև դյուրացնել եւ հեշտացնել մարդու քրիստոնեական կյանքը։ Ինտերնետի դարում այսօր հեշտ հասանելի է Սուրբ Գիրքը, եկեղեցու Սուրբ Հայրերի քարոզները, ինչպես տեսագրված, YouTube-յան, այնպես էլ տարբեր այլ հարթակներ, որոնք կարող են մեզ հնարավորություն ընձեռել այդ նույն հարթակները օգտագործել մեր բարիքի համար եւ ոչ հակառակ կերպ այդ հարթակները հաճախ անձանց համար դառնում են չարիք կամ պատճառ սխալ կենցաղավարության կամ իրենց պատճառով էլ նաեւ այլոք են հայտնվում կյանքի վատ հանգամանքների մեջ։ Ցավոք, բայց պետք է բարձրաձայնեմ ասելով, որ այո, այդ սովորությունները կան, մոլորություններ, որոնք քիչ առաջ, ինչպես ասացի, հոգևորականը ձերբազատված չէ սայթակելուց, բայց եթե քրիստոնյան ընդհանրապես մկրտված անձի կյանքը իր օրինակն է շատ ավելի քիչ հատվածի կամ իրեն ծանոթ անձանց համար, ապա հոգևորականի կերպարով համայնքը նաև ներշնչվում է հոգևոր կյանքի մեջ եւ հոգևորականը պարտավորված է իր անձին շատ բծախնդրորեն ուշադրություն դարձնել, որովհետեւ լեցուն արագաչափեր կան, մարդկային հայացքներ, որոնք իրեն հետևում են եւ այս դեպքում կան անձինք, ովքեր որ այդ վատ սովորությունները ունեն, բայց հուսով եմ, որ նաև նրանք առաջիկային պիտի թոթափեն իրենց կյանքում տևական դարձած վատ սովորությունները։ Հոգևոր առաջնորդին ձեռք բերելու համար նախ եւ առաջ պետք է ապրել այն համայնքից ներս,
որտեղ որ մոտակայքում կա եկեղեցի, այցելել այդ եկեղեցական համայնքից ներս, ծանոթանալ հոգևորականին, շփվել նրա հետ եւ այդ մտերմությունը, անձնական մտերմությունը նաեւ հնարավորություն է ընձեռում իրեն բացվելու եւ հայր եւ զավակ հարաբերություն ստեղծելու եւ հոգևոր առաջնորդ ընտրելու մեջ։ Անտարբերությունը Քրիստոսին նմանվելու առաքելությունը, որը որ նաև կոչված ենք ամենքս դրան, որովհետև կրում ենք քրիստոնյա անվանումը, որը նշանակում է բառացի, եթե փորձենք մեկնաբանել, Քրիստոս նրա մեջ է, Քրիստոսին է նա, այսինքն մեզ տեսնող ցանկացած անձ, նաև ինձ, պիտի առաջինը Քրիստոսի ներկայությունը զգա եւ ին շնորհիվ կամ քրիստոնյայի շնորհիվ անձինք պետք է ավելի դյուրությամբ կարողանան Տիրոջ ներկայություն իրենց կյանքից ներս զգան շոշափելիորեն։ Երևի թե իմ ծուլությունը կամ այն բոլոր տկարությունները, որոնք որ բնորոշ են ինձ, որոնք որ պատճառ են հանդիսանում նաև այն վեհ առաքելությանը, որը կոչված եմ, որը Քրիստոսի անունը մարդկանց մեջ տարածելը, պատճառ է դառնում նաև երբեմն ժլատ գտնվելու եւ մարդկանց Քրիստոսի սիրո մասին երբեմն չբարձրաձայնելու։ Շնորհակալություն հարցի համար, շատ անձնական ապրումի հատվածի էր վերաբերվում, անձնական մեղքերի հաղթահարման համար եկեղեցին ունի շատ կարևոր մի խորհուրդ, որ կոչվում է ապաշխարություն, եւ այդ ապաշխարության զղջման գիտակցության հետ մեկտեղ այն նաեւ պետք է վերածվի գործի։ Եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի իր կյանքում մտածել իր արարքների մասին, համարել, որ դրանք վատն են, բայց չփորձել այն շտկել կամ դրանցից հեռու մնալ, երբեմն անձը կարիք ունի նաև խորհրդատվության, որ իրենից ավելի փորձառու եւ հասուն անձի ունեցած խորհուրդների շնորհիվ կարողանա այդ մեղքերը շտկել կամ ընդհանրապես զերծ մնալ, հեռու մնալ, եւ դրա համար եկեղեցին ունի նաեւ խոստովանահայրության հոգեվոր հոր ներկայությունը, եւ այս դեպքում ես զրուցում եմ իմ հոգեվոր հոր հետ, խնդրելով, որ նաեւ ոչ միայն լսի իմ մեղքերը, այլ նաեւ խնդրելով, որ ինձ հոգեվոր կյանքի մեջ ճիշտ ցուցումներ կամ ուղղորդում տա, որպեսզի նաեւ այդ մեղքերը վերստին չկրկնեմ եւ նաեւ գործածներից զերծ մնամ։ Շատ ինտրիգային հարց էր, բայց ավետարանի խոսքը մեզ ասում է, որ մշակը արժանի իր վարձքին, Հիսուս նման խոսք է ասում իր աշակերտներին, ասելով, որ այն անձինք, ովքեր որ պիտի նաև հոգևոր սպասավորություն իրականացնեն, եւ ընդհանրապես մարդը, երբ որ աշխատում է, նաև իր վարձքը պետք է ստանա, անշուշտ մեր ունեցած ծառայությունը աշխատանք չէ, այլ ինքնին ծառայություն է, եւ սովորաբար գալով 5 տակարանյան պատմությունից Ղևի ցեղը, որը քահանաների ցեղն էր, 12 ցեղեր կային Իսրայելում եւ այդ ցեղերից Ղևին վերապահված էր քահանայական սպասավորություն իրականացնել տաճարում։ Ասում է Մովսիսական օրենքը, որ նրան պետք է պահեին իր եղբայրները։ Այսինքն եղբայրների ստացած հասույթը պետք է տրամադրվեր մի մաս այդ քահանաներին։ Այդ սովորույթի համաձայն քահանայական ինստիտուցիոնալ ընկալման մեջ այսօր եւս քահանաները իրենց ծառայության դիմաց ստանում են շնորհակալություն կամ գնահատանք, որը ոչ թե անում են որպեսզի ստանան, այլ անձինք իրենց սրտից ունեցած գնահատանքը կամ զգացումը փորձում են նաեւ ինչ որ կերպ փոխանցել, որովհետեւ երբ ժամանակի ընթացքին մինչեւ օրինակ ցեղասպանություն եղել են վանքեր եւ եկեղեցիներ մեծ,
թե Արևմտյան Հայաստանում, թե մեր պատմության ընթացքին, որ այդ վանքերը եղել են եկեղեցապատկան համայնքային գյուղերով, եւ այդ գյուղերից ստացած բերքի մի մասը տրամադրվել է վանքի վանականներին եւ եկեղեցականներին, որովհետեւ նրանք բիզնեսով չէին զբաղվում, չգիտեմ, այլ նյութական միջոցներ հայթայթելու հնարավորություններ չունեին եւ միակ հնարավորությունը համայնքի տրված միջոցներն էին։ Այո, որովհետև գիտեք, այսօրվա մեր հայ իրականության մեջ աշխարհասփյուռ է մեր հայությունը, Սիդնեից մինչև Գլենդել, մեր պատմության ունեցած ցավալի իրադարձությունը, որ է ցեղասպանությունը, ամբողջ աշխարհասփյուռ հայությանը նաև հնարավորություն է ընձեռել տարբեր համայնքներում համախմբվել եկեղեցու շուրջ եւ կան հատվածներ, որտեղ քահանաներ կամ այլ բարձրաստիճան եկեղեցականներ չունեն եւ հենց սարկավագները նաեւ կրտսեր հոգեվորականները իրենք իրականացնում են թե քարոզչության, թե նաեւ սոցիալական ծառայության, նաեւ հովվական որոշակի խնամք այն համայնքներից ներս, որտեղ չկան օծված ձեռնադրված քահանահայրեր եւ իրենք են նաեւ քահանաների երբեմն ծառայություն իրականացնում ոչ թե ծիսական, այլ սպասավորելով խորհրդատվությամբ մարդկանց հոգեվոր կյանքի մեջ ունեցած հարցադրումներում բերելով իրենց ունեցած ծառայությունը շատ լուրջ եւ ինձ շատ հաճելի հարց է սա, հաճելի այնքանով, որ այս նույն մտածումը նաեւ սերունդների բախման հետ կապ ունի, գիտեք, մեզանից յուրաքանչյուրը այդ խնդիրը ունենում է իր հասունացման տարիներից սկսած, իր ծնողների հետ ունեցած որոշակի համապատասխան մտածումների եւ գաղափարների շուրջ բախումներ են ունենում, այդպես էլ նաեւ ձերբազատված չէ եկեղեցին ավելի ավագ սերնդի եւ կրտսեր սերնդի հետ ունեցած գաղափարականի հարթության եզրերը փնտրելու ժամանակ, բայց գիտեք, քանի որ եկեղեցին ունի դարերի պատմություն եւ ավանդույթներ, սովորույթներ, որոնք որ արդեն հղկված են, երբեմն կարող են կրտսեր եկեղեցականներին այդ ամենը այսօր ընկալելի դառնալ, որ արդեն վաղանցուկ են, ժամանակավրեպ են, սովորույթներ, որոնք որ արդեն ուղղակի պետք է թողնել պատմության լուսանցքում, եւ այո, պետք է այդպես էլ անել, որովհետեւ սերունդը, որը բարձրաստիճան է ունեցել է այսօրվա սերունդը, համայնավարության տարիների կրթություն, սովետական տարիների կրթություն, նոր անկախության սերունդը նոր ձեռքբերումներ ունի հոգևոր ընկալումների եւ գիտելիքների մեջ, եկեղեցու ավանդույթների, սովորույթների հետ կապված բոլորս համակարծիք ենք, բայց ինչպես օրինակ նոր տեխնոլոգիաները ներմուծել եկեղեցական կյանքից ներս, հոգևոր քարոզչության ավելի շատ նպաստող միջոցներ օգտագործել, որոնք որ արդի երիտասարդական համայնքը ներգրավելով նաև եկեղեցական ծառայությունից ներս, երբեմն ընկալումների, բախումների եզրեր են առաջանում, բայց դրանք փորձում ենք մեր ամենակարևորի առաքելության Քրիստոսի ավետարանը քարոզելու նպատակի մեջ յուրաքանչյուրս մեր ունեցած անհատական մտածումները զիջել, որպեսզի երևա Քրիստոսի ավետարանի խոսքի ճշմարտությունը։ Հարսանեկան արարողություն, թե մկրտություն։ Մկրտություն։ Հետաքրքրությունը հավատքի, թե գիտության հանդեպ։ Գիտության։ Գիշեր, թե ցերեկ։ Ցերեկ։ Զանգ, թե հաղորդագրություն։ Զանգ։ Կտակարանը հին, թե նոր։ Նոր։ Ինչ ուրիշ մասնագիտություն, եթե ոչ սարկավակ։ Կինոռեժիսոր։ Եթե լինեիք եկեղեցական տոն, որը կլինեիք։ Պայծառակերպությունը։ Գիրք, որը ոգեշնչել է ձեզ։ Կոստանդզարյան նավելեռան վրա։ Դարաշրջան, որում կցանկանայիք ապրել։ Քրիստոսի ապրած ժամանակաշրջանը։ Հոգևոր երգեր, թե դասական երաժշտություն։ Դասական երաժշտություն։ Ինչ լեզվով եք նախընտրում կարդալ ավետարանը։ Գրաբար։ Սիրելի վայր։ Համայնքային կյանքը։ Եթե հրաշագործություն ունենայիք, որը կլիներ այն։ Բացել մարդկանց սրտերը ճանաչելու Քրիստոսին։
Աստվածաշնչի որ կերպարին եք նմանեցնում ձեզ։ Հովանես Ավետարանչին։ Ինչ լեզու կուզեիք սովորել։ Ասորերեն։ Մեկ բառով սահմանեք երջանկությունը։ Գտնել Քրիստոսին։ Մեկ բառով նկարագրեք աշխատանքային առօրյան։ Ուրախություն։ Որն է ձեր հոբին։ Երաժշտությունը։ Սիրելի ֆիլմը։ Մենք ենք մեր սարերը։ Ձեր ոգեշնչման աղբյուրը։ Մարդը։ Որ գույնն եք ասոցացնում կրոնի հետ։ Ջերմակը։ Առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Երկուսն էլ։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրվեր, ինչպես կկոչվեր։ Ճանապարհ դարձի։ Սիրելի երաժիշտը։ Չայկովսկի։ Եթե ֆիլմ նկարեիք, ինչ ժանրի կլիներ։ Գեղարվեստական։ Մարդկության լավագույն գյուտը։ Էդիսոնի ստեղծած լույսը։ Ձեր սիրելի սրբավայրը։ Տաթևի վանքը։ Ինչ կուզենայիք իմանալ ապագայից։ Քրիստոսի գալու ժամը։ Որ մարդիկ սիրեն միմյանց։ Շնորհակալություն հիանալի հարցազրույցի եւ նման հնարավորության համար։